Չինաստանը ռուս-ամերիկյան գործարքի քավոր դեկտեմբերի 2-ը բախտորոշ կարող է լինել ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի համար։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովն անոնսավորել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ամերիկյան բանակցողներից կմասնակցեն միայն Ուիտկոֆը և Քուշները։ Փաստը, որ Ռուսաստանի նախագահն ուկրաինական կարգավորման հարցով բանակցություններ է վարում Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցչի և վարչակազմում ոչ մի պաշտոն չունեցող փեսայի հետ, չափազանց խոսում է և վկայում է, որ խոսքն իրոք ոչ այնքան իրավաքաղաքական պայմանավորվածությունների, որքան ռուս-ամերիկյան գործարքի մասին է։ Ի դեպ, նախօրեին այս մասին գրել էր Բլումբերգը, որի մեկնաբանի հայացքով Թրամփը ձգտում է Ուկրաինայի և Եվրոպայի հաշվին նոր որակի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ։ Այդ միտումն դիտարկել են նաև Եվրամիությունը, եվրոպական մի շարք երկրներ, մասնավորապես Ֆրանսիան և Գերմանիան։ Ուիտկոֆ-Քուշներ բանագնացների Մոսկվա այցին ընդառաջ Փարիզում կայացել է Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպում, որի ավարտին էլ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարող կարգավորել առանց Եվրոպայի մասնակցության։ Ուկրաինական աղբյուրները հայտնել են, որ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ մոտակա օրերին հանդիպում է պահանջել։ Ըստ երևույթին նա մտադիր է Թրամփին ներկայացնել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների փաթեթը։ Այս համատեքստում ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկություն են տարածել Մոսկվայում դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգու Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հանդիպման մասին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Շոյգուն հայտարարել է, որ միլիտարիստական հիդրան կրկին բարձրացնում է գլուխները, բայց Ռուսաստանը և Չինաստանը Եվրոպայում և Ճապոնիայում դրանք հատելու փորձ ունեն։ Աղբյուրը Չինաստանի արտաքին գործերի նախարարից որևէ մեջբերում չի անում, որի հայտարարության համաձայն Պեկինը և Մոսկվան կարող են գլոբալ անվտանգության երաշխավոր լինել։ Ըստ էության, Չինաստանի արտաքին գործերի նախարարի Մոսկվա այցը, որը տեղի է ունեցել ռուս-ամերիկյան բախտորոշ բանակցությունների առաջ, ուկրաինական կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշմանն աջակցության իմաստ ունի։ Պետք է նկատի ունենալ, որ ԱՄՆ և Չինաստանի առաջնորդները վերջերս հեռախոսազրույց են ունեցել, ինչին հաջորդել է Թայվանի պաշտպանության մասին Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը։ Միլիտարիստական հիդրայի գլուխները հատելու մասին Շոյգուի սպառնալի հայտարարությունն այդ առումով վերաբերելի է նաև ԱՄՆ-ին, որ Թայվանի փաստացի անկախության երաշխավորն է և Թայբեյի առևտրատնտեսական և անվտանգության գործընկերը։ Ճապոնիայի վարչապետն ամենայն հավանականությամբ հնչեցրել է այն, ինչ Վաշինգտոնը չի ցանկացել ասել իր անունից։ Այս իմաստով ուկրաինական հարցում Ռուսաստանին Չինաստանի աջակցությունը կապում է Թայվանի շուրջ հնարավոր զարգացումների հետ։ Անհասկանալի է, թե ինչ իրավիճակում, երբ Ռուսաստանը և Չինաստանը պայմանավորվել են Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ գլուխ հատել, Դոնալդ Թրամփի բանագնացները ինչ գործարք են առաջարկել Վլադիմիր Պուտինին։ Արդյոք Եվրոպայի ռազմավարական պարտությունը Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահն է, իսկ եթե դա բերի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական պարտության, թե ռուս-ամերիկյան գործարքը տարածվում է նաև Չինաստանի վրա։